Տիկին Առաքելյան, Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ իր իշխանության տարիներին իրեն չեն զեկուցել Փաշինյանի կամ մյուս թիմակիցների որևէ երկրի գործակալ լինելու մասին։ Հիշեցնենք, որ իր փեսան Միքայել Մինասյանը հայտարարում էր, որ Արարատ Միրզոյանը Թուրքիայի գործակալ է եւ դրա վերաբերյալ նաեւ փաստաթուղթ էր ներկայացնում։ Ինչ կասեք, ինչու է Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արել։ Նախ սրան ժողովրդական խոսքով անդրադառնամ, երկու հոգի 7 պտույտ պտտվեցին դագաղներում Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից անմիջապես հետո, եւ այդ երկու հոգին մեր նախկին ԱԱԾ պետերն են, Գորիկ Հակոբյանը եւ Գյորգի Գուտոյանը։ Այսինքն Սերժ Սարգսյանը իր այս հայտարարությամբ առանց աչք թարթելու, այսպես անուղղակիորեն մեղադրեց ԱԱԾ պետերին եւ ԱԱԾ ամբողջ աշխատակազմին առայն, որ նրանք մատնված են եղել կամ հանցավոր անգործության, կամ իրենք են գեներացրել այդ ցանցերը եւ կոծկել են, այսպես ասած, իրենից այդ ընթացքը, կամ Սերժ Սարգսյանը իր տեղում չի եղել, եթե այնուամենայնիվ այդ զեկույցները իրեն չեն հասել, կամ ունենք եւս մեկ տարբերակ, ինչ որ մեկը խոչընդոտել է իր նեղ շրջապատից, որպեսզի այդ զեկույցները իրեն հասնեն, որովհետեւ մենք ունենք հիմա կոնկրետ փաստ, սա փաստ է, սա միայն ես չեմ ասում եւ սրա մասին խոսում է մեր այս ամբողջ 5 տարիների իրականությունը, իշխանության է հասել թշնամական գործակալական ցանցը։ Իշխանության մարդիկ ոչ մեկ տարում են հասնում, ոչ մեկ ամսում, ոչ 2 տարում, ոչ 3 տարում, սա process է։ Եվ այստեղ էլ ուզում եմ նշել մեկ մոլորության մասին, որը տարիներ շարունակ մեր ժողովրդին հրամցնում են, որ իշխանությունը փողոցից եկան, Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն փողոցից եկան եւ դարձան իշխանություն։ Սա հստակ մոլորություն է, դիտավորյալ ժողովրդին հրամցվող թեզ է, ոչ ոք փողոցից չէր եկել, Նիկոլ Փաշինյանը կոնկրետ 8-9 տարի շարունակ նստած էր ազգային ժողովում, իրեն շատ լավ էր զգում, վճարվում էր տարբեր այսպես կողմերից, թե իշխանության կողմից, թե Սերժ Սարգսյանի փեսայի կողմից, թե որպես ընդդիմադիր պատգամավոր, թե որպես իր թերթի, այդ եւ իր թերթը տարածում էին պետական մակարդակով, պետական կառույցներում, նույնիսկ ստիպում էին իմ տեղեկություններով այդ թերթը գնել շատերին, այսինքն փողոցից գալու մասին այստեղ խոսք չկա։ Այն է, եթե այս մարդիկ տարիներով ապրել եւ գործել են Հայաստանում եւ իշխանության գալուց հետո բացահայտվել է նրանց գործակալական, այսպես բնույթը, այստեղ ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը երկար պիտի մտածեր նախքան այդ հայտարարությունը անելը, քանի որ սա միայն ապացուցում է, որ ինքը ամեն դեպքում իր տեղում չի եղել, որովհետև պետական դավաճանությունը որպես այդպիսին իրականացվել է տեղի է ունեցել դեռ մինչև 18-ը փաստորեն, որովհետև երկրում գործել է մի գործակալական ցանց, որը այնքան ամենաթող եւ բարձիթողի վիճակում է եղել եւ նրանց գործունեությունը կանխող չի եղել, որ նրանք եկել եւ հասել, դարձել են իշխանություն։ Սերժ Սարգսյանի փոխարեն ես նման հայտարարություն երբևէ չէի անի, ու այլ մեկի հետ չհամեմատեմ, որպեսզի մարդիկ չվիրավորվեն, բայց լինելով այդքան տարի բարձրադիր ուժային պաշտոնների եւ լինելով երկրի ղեկավար, կարծում եմ առնվազն աբսուրդի ժանրից է, որ մարդը կարող է կանգնել եւ նման բան ասել։ Եվ չնայած 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ արված պնդումներին եւ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե Փաշինյանի ընտանիքի վերաբերյալ կոմպրոմատներ ունի եւ սպառնում էր դրանք հրապարակել, սակայն շաբաթներ առաջ հայտարարեց, որ որևէ կոմպրոմատի չի տիրապետում, այս դեպքում հավատում եք երրորդ նախագահի պնդման եւ հատկապես որ թվականների պնդմանը 2021 թե 2025 թվականի։ Տեսեք, անկեղծ ասած, ես վաղուց չեմ հավատում Սերժ Սարգսյանի ոչ մի խոսքին, բացարձակ ոչ մի խոսքին,
Որովհետև ես որպես ընդդիմադիր քաղաքացի, որպես հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքացի, ակտիվ եմ դեռևս 2015-16 թվականներից, հատկապես 16 թվականին, երբ մի փոքր վերև Խորենացի փողոցի վրա, տեղի ունեցավ այդ չարաբաստիկ իրադարձությունը քաղաքական, ՊՊՑ գնդի գրավումը, այդ ժամանակվանից մենք գոնե ակտիվ քաղաքացիներս հասկացանք, որ ինչ-որ բան այն չէ իշխանության վերաբերմունքին դեպի իր պետություն, դեպի արցախյան խնդրի գործընթացները եւ դեռ այդ ժամանակից եւ դեռ ավելի վաղ ժամանակվանից ես չեմ ընկալում եւ չեմ ընդունում նրանց իշխանավարումը։ Նորից ասեմ, չեմ հավատում ոչ նախորդ պնդմանը, ոչ այս պնդմանը եւ նախորդ պնդումը երկակի սուտ էր փաստորեն, որովհետեւ երբ ինքը խոսեց այդ կոմպրոմատի մասին եւ խոսեց այն հրապարակելու մասին, փաստացի հրապարակեց մի նյութ, որը ամբողջությամբ հակառակ բովանդակություն ուներ, ոչ միայն թիրախավորում էր Նիկոլ Փաշինյանին, ոչ միայն նրան այսպես հեղինակազրկում եւ ինչ-ինչ փաստեր էր հանրայնացնում, համաձայն որոնց հանրությունը կտրամադրվեր նրա դեմ, այլև հրապարակվեց այնպիսի մի ձայնագրություն, համաձայն որի հանրությունը գոնե հանրության այն հատվածը, որը որ պարզապես կլսեր այդ նյութը, եւ տեղյակ չէր ինչ-ինչ գործընթացների, կմտածեին, որ Նիկոլ Փաշինյանը շատ հայրենասեր, շատ այսպես նույնիսկ այն խենթ հայրենասեր գործիչներից է, վարչապետն է, ով ամեն գնով, նույնիսկ իրեն խենթի տեղ դնելով, նույնիսկ իրեն գժի տեղ դնելով, այսպես պատրաստ է եղել Արցախի հողերից չհանձնել։ Այսինքն Սերժ Սարգսյանը այստեղ երկու անգամ ստեց այս պարագայում։ Երրորդ անգամը Սերժ Սարգսյանը ստում է հիմա։ Երբեմն նրան լսելիս ինձ թվում է, թե նա պարզապես չի հիշում, թե նախորդ անգամ կամ մի քանի տարի առաջ ինքը ինչ մեկնաբանություն է տվել տվյալ հարցին, տվյալ թեմային կամ իր իսկ տվյալ հայտարարությանը եւ տվյալ ելույթին։ Թերևս ավելի լավ է այսպես կարծենք, որ նա այլևս չի հիշում իր նախորդ պատասխանները, այսպես ինչ-որ իր մոտ, ինչպես ասում են, հոգեմտավոր մի քիչ վատ վիճակ է, քան կարծենք, որ նա ամեն հաջորդ անգամ այսպես ստում է առանց աչք թարթելու եւ հույս ունի, մտածում է, որ մարդիկ պետք է այդպես հալած յուղի տեղ դա ընդունեն եւ մի բան էլ ՀԿ-ն եւ իրենց այդ կարկառու ներկայացուցիչները զարմանում են, թե ինչու մարդիկ չեն հավատում դրան։ Այստեղ տրամաբանությունից իրենք վաղուց են շեղվել, էլի, այսպես ասեմ։ Նաև անդրադառնանք վերջին օրերի տեղի ունեցող իրադարձություններին, իշխանությունները գնացին Սամվել Կարապետյանին կալանավորելու ճանապարհով։ Ձեր գնահատմամբ ինչը դրդեց Փաշինյանին գնալ այս գործողությանը եւ արդյոք սպասելի է Սամվել Կարապետյանի եւ նրա ընտանիքի կողմից պատասխան իշխանությանը։ Տեսեք, բնական էր, այո, սպասելի էր, որ Սամվել Կարապետյանին կձերբակալեն, չնայած ինչ-որ մի փոքր հույս ունեի, որ այստեղ մեր իրավապահ համակարգը, կոնկրետ ազգային անվտանգությունը, դատախազության հետ հույս չունեմ ոչ մի, որովհետև դատախազը տիկին կհիշեցնեք ազգանունը Վարդապետյանը, ամբողջությամբ Նիկոլահպատակ եւ Նիկոլ Փաշինյանի կամքը կատարող այնտեղ դրածո է, բայց գոնե ազգային անվտանգությունը պետք է որ խոչընդոտեր, բայց տեսանք, որ տեղի ունեցավ հակառակը եւ դրա պատճառով հաստորեն ազատվեց ազգային անվտանգության տնօրենը եւ ի վերջո Նիկոլ Փաշինյանը հասավ իր ուզածին, նույնիսկ տնօրենին ազատելով, հասավ Սամվել Կարապետյանի ձերբակալությանը։ Ինչն է դրդում։ Այստեղ մի քանի գործոններ կան, որ դրդում են Նիկոլ Փաշինյանին գնալ այս աբսուրդային եւ հակաիրավական քայլերին։ Վերջին հատկապես 1 ամսվա ընթացքում մենք տեսնում ենք, որ նա այլևս կանգ չի առնում ոչ մի բանի առաջ, բացահայտ կերպով այսպես փողոցային բառամթերք է օգտագործում,
չնայած այն ժամանակ էլ էր օգտագործում, բայց հիմա ավելի կատաղի է դարձել դա եւ ավելի ամոթալի, որովհետեւ նա ամբողջությամբ է մոռացել, չի գիտակցում այլևս իր կարգավիճակը, չի հասկանում, որ ինքը անձ չէ միայն, այլ ինքը պաշտոնեական անձ է եւ Հայաստանի Հանրապետության թիվ 1 պաշտոնատար անձն է։ Այսինքն, եթե ինքը չի կարողանում իրեն զսպել եւ ինչ-ինչ հոգեկան եւ այսպես անլուծելի, անկառավարելի խնդիրներ ունի, նա պարտավոր է պարզապես հրաժարական տալ, ոչ թե շարունակել խայտառակել հանրապետությունը, ինչպես ասում են, եւ դրանով իսկ նսեմացնել մի ամբողջ ժողովրդին։ Սամվել Կարապետյանի ձերբակալելու թիվ 1 փաստը բացարձակ քաղաքական է, բացարձակ պատճառը կներեք։ Սամվել Կարապետյանը իհարկե ազդեցիկ գործարար է, նրան ճանաչում է ամբողջ հայությունը, թե Հայաստանում, թե Սփյուռքում, եւ Սամվել Կարապետյանի նման մի քանի գործարարներ, այսպես եթե միավորվեն, ապա շատ հեշտությամբ կկարողանան Նիկոլ Փաշինյանի աթոռը այսպես մի լավ շարժել իր տակից, արդյունավետ ելքերով ի դեպ, եւ Նիկոլ Փաշինյանը գիտի սրա մասին։ Ինչևէ նա կախվեց Սամվել Կարապետյանի խոսքերից, այսպես, հա, եւ ապօրինի մեղադրանք ներկայացնելով, նախապես այսպես ինքը կանխում է, հա, ինքը գնում է, այսպես տերմին կա, ապիրեժենիայով աշխատել, այսինքն ինքը չի թողնում, որ ինչ-որ մի գործընթաց այնքան զարգանա, որ արդեն հստակ վտանգ ներկայացնի իր համար, ինքը կանխում է, ինչը չեմ կարող ասել մեր այս կողմի ընդդիմադիր դաշտի մասին, ինձ համար շատ ցավալի է, բայց մենք 5 տարի թե իրավապահ մարմինները, թե սահմանադրական դատարանը, թե ընդդիմադիր ժողովուրդը, թե ընդդիմադիր պատգամավորները չեն կարողանում կանխել Նիկոլ Փաշինյանի ամեն հաջորդ Հայաստանի Հանրապետության համար վտանգավոր քայլը։ Սամվել Կարապետյանից եւ նրա ընտանիքի կողմից կլինի իշխանությանը պատասխան, թե ոչ։ Տեսեք, այստեղ ոչ թե իշխանությանը պիտի լինի պատասխան, այլ ամբողջովին իրավական դաշտում պիտի լինեն բոլոր պատասխանները։ Եթե մենք գործ ունենք ապօրինի ձերբակալության process-ի հետ, այստեղ այլ տարբերակ չունենք, քան մինչև վերջ հետամուտ լինել այդ process-ին եւ հասնել արդարադատությանը։ Այսինքն այստեղ իշխանությունը, այսպես ասեմ, մեկ ֆունկցիա է կատարում իր գործառույթները, իր լծակները եւ իր պաշտոնական լիազորությունները չարաշահողի ֆունկցիա։ Այն է, կարելի է գնալ նույնիսկ իրենց մեղադրելու ճանապարհով եւ հակընդդեմ հայց ներկայացնել օրինակ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այն օրինակ ԱԱԾ ժամանակավոր պաշտոնակատարի դեմ, ով ձերբակալել է իրեն, այսինքն բոլորի դեմ կարելի է հայցեր ներկայացնել, որովհետեւ սա բացարձակ ապօրինի process է։ Եվ իհարկե մտավախություն ունեն, որ թե դատարանները, թե պատկան մարմինները, ովքեր զբաղվում են այդ գործով, բոլորը ենթարկվելու են Փաշինյանին։ Տեսեք, ենթարկվել է եւս ռուսերեն ասում են դա պարի դա времени, հա, ասենք չի կարող այնպես լինել, որ անդադար բոլոր դատարանները ապօրինի կամ հակաիրավական վճիռներ տան, չի լինում այսպիսի բան։ Եթե նույնիսկ Հայաստանում դատարանները կտան այդ վճիռները կամ միջազգային դատարան, կարող ենք վճիռները վերցնել, գնալ միջազգային դատարան եւ այդ ժամանակ միջազգային դատարանի վճիռը արդեն շատ ավելի այսպես խիստ պատիժներ կկիրառի, հա, իրենց հանդեպ։ Այստեղ խնդիրը հետևողականությունն է եւ վճռականությունը։ Շատ դեպքերում մեր հայաստանյան գործարարների դեպքերում մենք ժողովուրդը շատ է, հա, խոսում այս մասին, թե ինչու ձայն չեն հանում, ինչու իշխանությանը դեմ չեն գնում, բնականաբար, որովհետեւ վախենում են, որ էլի հետապնդման կենթարկվեն, որ իրենց սեփականությունները կխլեն իրենց ձեռքից, բայց այստեղ ես ուզում եմ ասել, որ պետք չէ այս process-ից վախենալ։ Նույնիսկ եթե այսօր
դիցուկ ձեզնից խլեցին ինչ որ X չափի գումար կամ բիզնես կամ սեփականություն, դուք վաղը հետամուտ լինելով եւ պայքարելով ձեր իրավունքի եւ արդարադատությանը հասնելով, դուք նորից հետ եք ստանալու ձեր այդ գույքը եւ մի բան էլ ավելի հաղթած եք դուրս գալու, որովհետեւ փաստացի իցույց հայ ժողովրդի եւ իցույց բոլորի իրագործելու եք մի արդարադատության մի process, որին այս ժողովուրդը տարիներով կարոտ է արդեն, հա? Հայ ժողովուրդը իրեն նույնիսկ այն չպայքարողով, նույնիսկ այն անտարբերով ոնց որ ասում են, հա, ինչը ես չեմ ընդունում, որովհետև անհնար է որ մարդիկ անտարբեր լինեն, պարզապես ինչ որ մի պահից մարդիկ այլևս չեն կարողանում այդ ամբողջ ինֆորմացիան եւ բեռը կրել հոգեպես եւ մտավորապես չեն կարողանում մեղադրելու չէ։ Բայց ժողովուրդը այժմ կարոտ է հենց այն արդարադատությանը, որը 5 տարի շարունակ մենք չենք կարողանում հաստատել։ Այնպես որ իմ կոչը եւ խորհուրդը հայ գործարարներին անվախ, անսասան դուրս գալ եւ դուրս գալ այսօր, հենց թեկուզ կանգնելով Սամվել Կարապետյանի կողքին, որովհետեւ սա վատ նախադեպ է, հա, եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվեց այս process-ը իրագործել այնպես, ինչպես ինքն է ուզում, վաղը ոչ մի գործարար, ոչ մի խոշոր կամ ոչ մի նույնիսկ միջին կամ փոքր գործարար ապահովագրված չէ, որ նույնը իր հանդեպ է լինելու։ Այսինքն հիմա լավ այսպես պատճառ է առաջացել, որպեսզի նրանք դուրս գան եւ պայքարեն։ Ձեզ ընդդիմությունը կարող է օգնել Սամվել Կարապետյանին ազատություն ստանալու համար, թե հակառակը կարող է խանգարել։ Տեսեք, ընդդիմությունը ոչ միայն կարող է, այլ պարտավոր է օգնել ցանկացած քաղաքացու, ցանկացած հայի, ով այս իշխանության կողմից հարձակումների է ենթարկվում։ Այստեղ էլ ենք գալիս նույն խնդրի առաջ կանգնում, թե որքանով են հետամուտ լինում սկսված process-ին, թե որքանով են հետևողականորեն առաջանում դեպի այդ իրավական դաշտի, հա, այդ բոլոր գործընթացները տանելու եւ հասցնելու իր նպատակին։ Իհարկե ընդդիմությունը պետք է օգնի Սամվել Կարապետյանին, որովհետեւ նորից եմ ասում, այս ձերբակալությունը հստակ քաղաքական ենթատեքստ ունի եւ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ձերբակալել է մեկ բանի համար, որ Սամվել Կարապետյանը չկարողանա հայ ժողովրդի համար ինչ որ լոկոմոտիվ հանդիսանալ, հա, թեկուզ հենց եկեղեցու դեմ ինչի համատեքստում որ արեցին այդ պայքարում եւ փաստորեն հայ ժողովուրդը նորից այսպես գլուխը կախ, սուսուփուս նստի եւ կարդա թե Նիկոլ Փաշինյանի նման խելագար խելապակասը այսօր ինչ պետք է գրի իր էջում եւ այսպես տարիներ շարունակ։ Չէ, այս process-ը պետք է վերջ ունենա եւ այս process-ի վերջը որքան էլ ցավալի լինի, որքան էլ մեզ համար անցանկալի այսպես ընթացքով ընթանա, մենք պետք է համախմբվենք adekvat քաղաքական ուժերով, այսպես սփյուռքով հայաստանյան պայքարող հանրության հետ միասին մի ամբողջություն դառնանք եւ դուրս գանք այս իշխանության դեմ։ Դուրս գալ չեմ ասում, հենց փողոց դուրս գանք, որտեղ այս պահին, ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանը ինքն է հրահրում, հա, որպեսզի մարդիկ դուրս գան փողոց եւ ինչ որ փողոցային այդ իրեն գործիքակազմ կտա, փողոցում ինչ որ այսպես բռնաճնշումներ իրականացնել, ձերբակալություններ իրականացնել, նույնիսկ զոհերի գնով, ինչին նա իհարկե կգնա առանց աչք թարթելու, բայց ինչ որ մի պահի պետք է պայքարը հստակեցվի եւ այո, քայլերի հերթականությունը եւ մասնակիցներին հստակ այսպես կողմնորոշված, մենք պետք է դուրս գանք այս իշխանության դեմ, որտեղ այս իշխանությունը նորից կրկնեմ, բացահայտ թշնամական գործակալներ են եւ բացահայտ հակահայեր են։